Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկօրյա աշխատանքային այցով գտնում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում երկու երկրների վարչապետները քննարկեցին տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր։ Քննարկվող հարցերի շրջանակն առնչվում են Մարս եւ Նաիրիդ գործարաններին, գազի սակագնի հնարավոր բարձրացմանը։ Երկու երկրի վարչապետներն անդրադարձան նաեւ բիզնես միջավայրի ապահովմանը։ Ակնկալում ենք ձեր եւ Հայաստանի նախագահի աջակցությունը, որպեսզի մեր գործարանները Հայաստանում իրենց ավելի լավ զգան։ Հանդիպման ընթացքում ասաց Վլադիմիր Պուտինը։ Տիգրան Սարգսյանի համոզմամբ էլ բիզնես միջավայրի ստեղծումը կարևոր է ձեռնարկությունների գործունեության համար։ Այդ տեսանկյունից Մարս գործարանի բազայի վրա ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարը երկար քննարկվել է միջկառավարական հանձնաժողովում եւ դրա շուրջ համաձայնություն ձեռք բերվել։ Մշակվել է նախագիծ, որն արժանացել է նախարարական կոմիտեի հավանությանը եւ առաջիկայում կուղարկվի խորհրդարան։ Վարչապետը հուսով է, որ 2011-ի առաջին կիսամյակում խորհրդարանում այն կքննարկվի։ Տիգրան Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկեցին նաեւ ներդրումներին առնչվող հարցեր։ Խոսել ենք խոշոր պրոյեկտների մասին, որոնք կարող են ներկայացնել երկկողմ հետաքրքրություն, դա Նաիրիտի ապագայի մասին էր խոսակցությունը, երկարաժամկետ առումով ինչպիսի ներդրումներ կարող է կլանել Նաիրիտը եւ ինչ հեռանկարներ ունի այդ գործարանը, երկաթգծի կառուցման մասին, որը մշտապես գտնվում է միջկառավարական հանձնաժողովի ուշադրության ներքո եւ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը հյուսիսարավ երկաթգծի կառուցման գործում։ Սովորաբար ամանորից հետո են սկսվում գազի սակագնի բարձրացման բանակցությունները։ Վարչապետը ներկայացրեց տարածաշրջանի իրավիճակի շուրջ Հայաստանի կառավարության դիրքորոշումը։ Ռուսաստանի վարչապետը հանձնարարականներ տվեց համապատասխան կառույցներին, որպեսզի նրանք նոր տարուց հետո սկսեն բանակցությունները իրենց գործընկերների հետ Հայաստանում, որպեսզի գանք համաձայնության ընդհանուր ռազմավարության վերաբերյալ այս բոլոր բարձրացած հարցերի շուրջ։ Հայաստանում 1000-ից ավելի ռուսական ձեռնարկություններ կան եւ Տիգրան Սարգսյանի խոսքով ռուսական ներդրումները տարեցտարի մեր երկրում ավելանում են եւ այսօր Ռուսաստանը թիվ 1 ներդրողն է, ներառյալ մասնավոր ներդրումները։ Մարինե Ավանեսյան, Արթուր Հունանյան, Արմենիա հեռուստաընկերություն, Սանկտ Պետերբուրգ։